Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորվա ծրագիրն է։ Բնիկ հայերի իրավունքները, հայկական ժառանգությունը ոչ հակապետական, ձերբակալվալը հայկական գերեզմանատան Երան Հարձակովը, Շուշվա կոտորածը մշակի վկայությունավը, առանց հիշողության չկա ապագա, վնասներ Բուշեհրի ատոմակայանում, Իսրայելը հարվածալը Լիբանանը հարավին, Ուրարտական վահանի խորհրդանիշները։ Բնիկ հայերի իրավունքների վիճակը միջազգային իրավունքի լույսի ներքո։ Արմենակ Աբրահամյանն անդրադառնում է հարկադիր տեղահանություններին, մշակութային ժառանգության ոչնչացմանը, վերադարձի իրավունքի խախտումներին ու առաջարկում է միջազգային իրավական մեխանիզմների կիրառումով ապահովել արդարություն, ժառանգություն, պաշտպանություն ու տեղահանվածների անվտանգ վերադարձ։ Արցախամշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը խստորեն դատապարտել է Երևանը Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան թիվ 1 երաժշտական շկոլի մոտ տեղի ունեցած միջադեպը վերին վաղտը ցուցահանդեսը հեռացվել է Աշակերտի մունքընկ մեր սարերը հուշարձանը պատկերող գործը։ Օմբուդսմենի գնահատումով այս քայլը խախտում է խոխի ստեղծագործական ազատության ու մշակութային ինքնության իրավունքները։ Կոստանդնուպոլսա Ուսքյուդար շրջանում գտնվող Սուրբ Կարապետ հայկական գերեզմանատան պղծման գործով կասկածյալը կալանավորվալը, հարձակման դերդան վնասվալը 6 գերեզման ու մի հատ աղբյուր։ Դեպքից հետո ընդդիմադիր դեմ կուսակցության պատգամավոր Մահմուդ Դինդարը խորհրդարանը հետաքննություն սկսելի առաջարկ ներկայացրել, պահանջելով ուսումնասիրել հայկական ու մյուս քրիստոնեական համայնքների գերեզմանատների ու պաշտամունքի վայրերի նկատմամբ իրականացվող հարձակումները։ Ինքը նաև ՆԳ նախարարությունից պահանջել է պարզաբանել ատելության վղի վրա կատարված հանցագործությունների քննության ընթացքն, փոքրամասնությունների մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ իրականացվող միջոցառումները։ 1920 թվականի Շուշիի հայկական ջարդարանը ետը մշակ թերթը հրապարակալ ողբերգական վկայություն է քաղաքի կործանման մասին։ Ապրիլի 4-ին համարումը Շուշի նկարագրում է որպես հսկայական սպանդանոց ու լուր գերեզմանատուն, իսկ Հադրութից ստացված նամակումը ներկայացում են հայ բնակչության զանգվածային կոտորածները, քաղաքի հրկիզումն, ավերածությունները։ 1926 թվականին Շուշի քեցած ռուս գրող Մարիետա Շահինյանը եւս արձանագրել է քաղաքի ողբերգական պատկերը, նշելով էր ընդեղ ոչ մի պե մնացալ չի։ Իսկ 1920 թվականի մարտյան ջարդերի զոհերի թիվը տարբեր գնահատականներով հասածարել ավելի քան 12,000-ի։ Արցախը ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը դատապարտել է Երևանը Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական շկոլում տեղի ունեցած միջադեպը վերը ցուցահանդեսից հեռացված այլել մունքընկ մեր սայրը հուշարձանը պատկերող մանկական նկարը։ Պատգամավորը նշելով էր խնդիրը մեկ միջադեպից շատ ավելի խորն է, քանի որ Արցախախորհրդանիշների նկատմամբ նման վերաբերմունքը վտանգում է պատմական հիշողությունն ու մշակութային ինքնությունը։ Արբանյակային թեզա լուսանկարները նշան ցնտան վնասների Իրանի Բուշեհրի ատոմակայանների տարածքում Ամերիկայի վերջին ավիահարվածներն ետը հուլիսի 7-ից 12-ին արված Sentinel-2 արբանյակային պատկերների համեմատություն նշանցատամ թեզա հարվածների հետքեր ատոմակայանի համալիրում ու հարակից օժանդակի ենթակառուցվածքներում։ Լիբանանը հարավում իսրայելական ուժերը շարունակական ռազմական գործողությունները գնդակոծել է մի քանի բնակավայրեր ու իրականացնել ավանոթաչու թռչող սարքերի հարվածներ։ Մանսուրա բնակավայրին Իրան հսցված հարձակման դերդան զոհեր են գրանցվել, իսկ Հարիս քաղաքում բնակիչները մնացան շրջափակման մեջի ու դիմանում Լիբանանա բանակին տարհանման խնդրանքով։ Հարվածների ու հրետակոծությունների դերդան հրդեհներ են բռնկվել նաև Ղլայա բնակավայրի մերձակա Ցորենի արտերում հրդեհաշիջման աշխատանքներ ներգրավել Լիբանանա քաղաքացիական պաշտպանության ծառայությունենա բանակի ստորաբաժանումները։ Արվեստաբան Անուշ Հակոբյանը կիրում է առյուծի հզոր մռնչյունն ուժեղ ցուլի կերպարը դարեր շարունակ իրար են հայոց պետականության զորության ու տոկունության խորհրդանիշները։ Այս պատկերները մարմնավորում են մեր նախնիների ուժը, կամքն, արժանապատվությունը փոխանցելով սերունդներին պատմական հիշողությունը, ազգային արժեքները։ Լուսանկարում ներկայացված Սարդուրի Բաարքայի արձանագրությունով Ուրարտական վահանին հատվածը վերապահպանվում է Հայաստանապատմության թանգարանում։ Սիրելի հայրենակիցներ, սորվետ այսքանը պատրաստալա պրիքշադրության հետի պնդկացիք։